Սա պարզապես ուսումնավարժանք չէ, այլ պատրաստվածության իրական փորձություն ջրային միջավայրում հնարավոր արտակարգ իրավիճակներին ճիշտ արձագանքելու համար։ Առաջին անգամ Սևանա լճում անցկացվել է հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը զբոսանավում առաջացած հրդեհի դեպքում թեմայով տակտիկական ուսումնավարժանք։ Ուսումնավարժությանը հետևում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գարեգին Հակոբյանը, Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Աղաս Խաչատրյանը։ Սցենարի համաձայն Սևանա լճում գտնվող զբոսանավում հրդեհ է բռնկվել։ Դեպքի հետևանքով նավի անձնակազմի 2 անդամ ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ, քաղաքացիներից մի քանիսը խուճապահար նետվել են լիճը, իսկ 1 քաղաքացի ջրահեղձ է եղել։ Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարության նպատակը հիմնականում կայանում էր նրանում, որ հաշվի առնելով առջևում լողասեզոնն է, եւս մեկ անգամ բոլոր արձագանքող ուժերի մարտունակությունը ել ավելի բարձրացնենք։ Ստեղծված իրավիճակը պահանջում էր միաժամանակ իրականացնել հրդեհաշիջման, որոնողափրկարարական, ջրափրկարարական եւ բժշկական օգնության համալիր գործողություններ։ Ուսումնավարժանքին ներգրաված էին Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումները, ջրափրկարարական ջոկատը, ներքին գործերի նախարարության ոստիկանության ջրային պարեկային ծառայության կարգախմբերը, ինչպես նաեւ Գավառի եւ Սևանի բժշկական կենտրոնների աղետների բժշկության մեկական թիմեր։ Ուսումնական վարժակի ընթացքում համագործակցելով մեր գործընկերների հետ ջրային պարեկային ծառայողները թվով 6 ծառայողներով իրականացրել ենք տարածքի սահմանազատում եւ պայմանական տուժածների դուրսբերում։ Գործնական միջոցառման ընթացքում ստուգվել են ուժերի եւ միջոցների օպերատիվ տեղակայման, ջրից քաղաքացիների դուրսբերման, բժշկական օգնության կազմակերպման եւ տարբեր ծառայությունների միջև համակարգված փոխգործակցության մեխանիզմները։ Ավարտին ամփոփվել են արդյունքները, մատնանշվել առավել բարելավման կարիք ունեցող ուղղությունները։ Ուսումնավարժանքը հնարավորություն է տվել իրականությանը մոտարկված պայմաններում գնահատելու արձագանքող ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը եւ բարձրացնելու արտակարգ իրավիճակների արդյունավետ կառավարման կարողությունները։